Այսօրվա մեր խոսքի քարոզչությունը պետք է սկսենք օրինակից։ Օրինակը արված է մի քիչ զավեշտական առումով, բայց նաև ունի իր մեջ խորհուրդ, որը բնականաբար այսօր մենք խոսում ենք այդ մասին, որովհետև ուղղակի կախված է այսօրվա մեր խոսքի թեմայի հետ։ Գիտեք, ճամփորդներ կան, բոլորս էլ սիրում ենք ճամփորդել, ամեն մարդ իր հնարավորության սահմաններում, որոշ ճամփորդներ կան, որ բավականին տարօրինակ ուղղություններ են վերցնում։ Եվ այդպիսի մի ճամփորդի հետ ենք ծանոթանում, որ որոշում է գնալ այդ Ամազոնի այդ խիտ անտառները։ Գիտեք, բավականին վտանգներ է պարունակում այնտեղ հնդիկներ են, տեղի բնակիչներ են ապրում, որ այդպես քաղաքացիների հետ ոչ մի կապակցություն է, բավականին վտանգավոր ճամփորդություն է։ Անցնում է այդ բանը ու հանկարծ հայտնվում է շրջապատված նմանատիպ մարդակերներով մի խումբ, որ շրջապատում են իրան։ Եվ տեսնելով իրավիճակը անմիջապես ինչ է իր մտքով անցնում, he has quietly to himself, I'm toast, ասում է կորած է, սա ինք իմի տեղն ու տեղի ինձ մասերի կբաժանեն և ամեն բան կավարտվի իմ կյանքումս։ A voice booms out, մի ներքին ձայն ներսից խոսում է իր հետ, not you are not toast, ասում է չէ, դու կորած չես, հիմի ոտքի տակ ընկած քարերից մեկն առ, վաստուր դրանց առաջնորդին ու այդ քարով ինչքան կարող ես ուժեղ հարվածի գլխին, որ տեղն ու տեղը սատկի։ Լսում է ձայնի ներքին ձայնի, քարը առնում է ու վաստ տալով հարվածում է այդ իրանց չիֆին, այդ իրանց առաջնորդին ու տապանում գետնով մեկ։ Ծանր շնչում է այդ ֆիզիկական գործունեությունից, նայում է այդ 100-ից ավել շրջապատված այդ մարդակերերով սենց շշմած, զարմացած իրան են նայում ու հանկարծ ներքին ձայնը նորեն է ձայն բարձրացնում։ Ու ներքին ձայնը խոսում է իր հետ, ասում է, հիմի իսկապես կորած ես։ Խոսք այդ ներքին ձայնի մասին է, որ այսօր մեզ համար հավատացյալներիս, անհավատ աշխարհում էլ կա, իմիջայլոց ասեմ, դա միայն մեր դժվարությունն ու ցավը տառապանքը չի։ Բայց այսօր եկեք կենտրոնանանք հոգևոր աշխարհի մեջ, ներքին ձայնը, ինչ ձայն է։ Այդ ներքին ձայնը կարող է 3 տարբեր ամբողջովին սկզբնաղբյուրներ ունենա։ Այդ ներքին ձայնը կարող է լինի սատանայից, ինչպես այս մեր տիպիկ օրինակն էր, որ սատանան ամբողջովին իրան ծուղակցած, եթե մի փոքրիկ հույս կար նրա մնալու ու ապրելու, ամբողջովին բնաջինջ եղավ, ներքին ձայն կա, որ դա ուղղակի մեր մտքի արգասիքն է, մեր ներքին ենթագիտակցության ձայնը, արձագանքը, և վերջը իհարկե, ներքին ձայն կա, ինչպես այդ ձայնը խոսեց Եսայա մարգարեի հետ, Երեմիա մարգարեի հետ, Եզեկիել մարգարեի հետ, Դանիել մարգարեի հետ, Աբրահամի հետ խոսեց, ասեց դուրս արի։ Եվ այդպիսի ձայնի մենք հստակորեն ճանաչում ենք, տեղյակ ենք, լեցուն օրինակներ կա ողջ Աստվածաշնչի մեջ։ Դա ոչ միայն ձայն է անձնականի համար, այլ նաև ձայն է ժողովրդի համար։ Եվ որ Աստված Աբրահամի հետ էր խոսում էր անմիջապես Աբրահամին, ասես թող տունը, տեղդ, ժողովուրդդ, բարեկամ ու դուրս արի ու գնա այն ճանապարհով, որ ես քեզ ցույց կտամ, եւ այն երկրում կբնակվես, որ քեզ համար պատրաստել եմ։ Դա ինչ էր։ Առանձին անհատական խոսք էր Աստծուց դեպի Աբրահամը, բայց նաև ցայն կա, ինչպես Աստված խոսում էր Եսայա, Երեմիա, Եզեկիելի, Դանիելի եւ մյուս մարգարեների միջոցով, դա մարգարական խոսք էր, ոչ թե իրենց անձնական կյանքի վերաբերված, այլ Աստծո ժողովրդին վերաբերված։ Եվ նրանք ինչ էին անում, Աստծոց առնում էին այդ խոսքը եւ այդ խոսքը տալիս են Աստծո։ Դա կոչվում էր ներքին ցայն, որ Աստծոց էր առած եւ բնականաբար մենք ինչպիսի բառ ունենք դրա համար, կոչվում է մարգարեական խոսք։ Նրանք մարգարեանում էին։ Ես հանից շատ անցյալներում խոսում էի դարձյալ այս ձայնի մասին, որ այսօր ևս նույնն է մնացել։ Մարդիկ կան, որ խոսում են իրենց մտքի արգասիքից, կառուցվածքից, պտուղից, բայց ուզում են դիմացինի մոտ անպայման են տպավորություն են, որ էսի մարգարեական խոսք է։ Եվ մնում է քեզ, որ դու զգուշանաս, դու կարողանաս քո խոսքի, Աստծո խոսքի իմացությունից զանազանես։ Այս մարդը իր զգացմունքներից է խոսում, իր մտքի արգասիքից, իր մտքի պտուղն է, թե Աստծո խոսք է խոսում, Աստծո պատգամ։
Եվ բնականաբար ես ասում եմ, որ պետք է մենք կարողանանք զանազանենք ամեն խոսք չընդունենք որպես մարգարեության աստվածային խոսք։ Մեկ երկուսը այդ իմ բացատրությունը սխալ հասկացավ, ես երջերս մեկի հետ այդպես զրույցի վեր գրած ասեց, Սար եղբայր, ես գիտեմ, որ դու մարգարեությանը չես հավատում։ Իմ Տերս եւ իմ Աստվածս, Հովիվ Սարո Գալստյանը մարգարեությանը չի հավատում, բայց ուղիղ 1 տարի է, որ եկեղեցու անդամների հետ Եսայա մարգարեության գիրքն է սերտում։ Ինչպես կարելի է այդ բանը։ Ինչպես կարող է նման մի հատ ապուշ այդպիսի մի հատ հակասություն լինի։ Սարո Գալստյանը մարգարեությանը չի հավատում, բայց Սարո Գալստյանը իր եկեղեցու ժողովրդի հետ Եսայա մարգարեության, եթե Տերը կյանք տա, մեր հաջորդ գիրքը ի՞նչն է լինելու։ Երեմիայի մարգարեության գիրքը, հետո Եզեկիելի մարգարեության գիրքը, եւ եթե Տերը կյանքը շարունակի, Դանիելի մարգարեության գիրքը։ Իմիսայա գաղափարը։ Սրանց 2 շաբաթ առաջ մենք 5 շաբթի օրը հավաքում ենք Աստծո խոսքի սերտման համար։ Այդ թեման խոսվեց եւ որովհետեւ շատերը բացակայիկ դրա համար ուզում եմ մի հատ արագ մեջբերում անեի, որտեւ այսօրվա այս օրինակի եւ մեր թեմայի հետ էր կապված։ Մարգարեություններին հավատալ եւ ամեն խոսք ընդունել որպես մարգարեություն, դրանք լրիվ տարբեր հասկացողություններ են։ Եթե ես ամեն խոսք չեմ ընդունում Աստծոց որպես մարգարեություն, որտեւ Աստծո խոսքի գիտությունը աղոթել եմ, կարդացել եմ, ուսումնասիրել եմ, սերտել եմ եւ Աստծո ողորմությունով ունեմ այդ փոքրիկ բավարար գիտությունը եւ իմացությունը, որ կարողանամ ինչ որտեղ աղոթքով, աղաչանքով կարողանամ զանազանեմ մարդու խոսքը Աստծո խոսքից։ Մարդու խոսքը խոսք է, Աստծո խոսքը մարգարեություն է։ Եվ եթե ես զանազանում եմ եւ Աստծո խոսքը ընդունում եմ որպես մարգարեություն եւ մարդու խոսքը ընդունում եմ որպես մարդու խոսք, դա չի նշանակում ես մարգարեություններին չեմ հավատում։ Ես մարդկանց խոսքերին չեմ հավատում, որտեղ դա մարդու խոսք են եւ ոչ թե Աստծո խոսք։ Խոսք եղավ մարգարեության մասին եւ մենք պետք է խոսք առնենք Երեմիայի մարգարեության գրքից։ Եվ Երեմիայի մարգարեության գրքից 32-րդ գլխի առաջի համարը։ Jeremiah chapter 32 verse 1 խոսում է հետևյալի մասին։ Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային։ Այդ ինչ խոսք է։ Դա կոչվում է մարգարեություն։ Ինչու, որտեղ հստակորեն գրված է Տիրոջից հասավ Երեմիային, որպես ինչ անի։ Երեմիան ինքը իրան հպարտանա ուրախանա, որ Տերի հետ ոչ, նա մարգարեության ծառայություն ուներ։ Աստված նրան օծություն էր տվել որպես մարգարեի եւ նա պարտականություն ուներ։ Այն ամեն ինչ, որ Աստծոց առնում էր, ոչ մի տառ ու կետ, ոչ ավելացնելով, ոչ էլ պակասացնելով, որովհետեւ Աստծո վախը այդպիսի արթուն ու ճշմարիտ մարգարեների մեջ հստակորեն բացված էր, որ Աստված իրենցից կպակսեցնի։ Ուրեմն ինչ որ առնում են Աստծոց, նմանատիպ բառ առ բառ ու տառ առ տառ փոխանցում էին ժողովրդին Իսրայելի, Աստծո ժողովրդին։ Եվ ասում է, հասավ Երեմիային, երբ Հուդայի թագավոր Սեդեկիայի 10-րդ տարում, այսինքն Նաբուգուդոնոսորի 18-րդ տարում։ Ճշգրիտ թվականը գրված էր, Սեդեկյան 10 տարի որ թագավում էր Հուդայի թագավորության մեջ եւ Նաբուգուդոնոսոր արդեն 18 տարի էր։ Ընդամենը արագ ձեզ հիշեցնելով, մինչեւ այս դիպվածքը, մինչեւ այս իրադարձությունը սա տեղեր ունի Հուդայի թագավորություն, ինչպես գիտեք, Իսրայելի ժողովուրդ, Իսրայելի թագավորություն բաժանվեց երկու մասի, Իսրայելի թագավորություն եւ Հուդայի թագավորությունը։ Եվ ինչպես գիտեք, Աստծո խոսքից արդեն ինչ ասորական թագավորություն եկել էր եւ Իսրայելի թագավորությունը համարյա թե բնաջին ջեր արել։ Եվ էդի գիտենք այդ պատմությունը կարդացել ենք եւ Իսրայելի եւ ասորական թագավորությունը բնաջին եղավ եւ հիմի եկել էր Նաբուգուդոնոսորը, որը այժմյան Իրաքի տարածքում էր։ Նա կառուցեց իր բաբելոնյան կայսրությունը, մեծ թագավորությունը եւ հարձակվեց դեպի ինչ Հրեաստան Հուդայի թագավորությունը, որպեսզի Երուսաղեմը մի առանձնահատուկ մայրաքաղաք էր, ուզում էին անպայման գային թագավորներ, որպեսզի գրավեին ինչ անեին Երուսաղեմ եւ շրջապատել էր Երուսաղեմը եւ այդ ժամանակվա թագավորը ով էր Սեդեկյան եւ ով էր այդ ժամանակվա
Աստծոց ընտրվածը Երեմիա մարգարեն էր։ Այս մեկ համարը այսքան էր բացադրում։ Եվ հաջորդ համարը, երկրորդ համարը, նույն գլխի 32-րդ գլխի երկրորդ համարում հետևյալ ենք կարդում։ Այն ժամանակ Բաբելոնի թագավորի զորքը ինչ է անում, ինչպես մի քիչ առաջ արդեն շտապելով ասեցի, պաշարում է Երուսաղեմը, այդ էր։ Եթե Երուսաղեմը ինչ անեին, կարողանային գրավեին ներս մտեն, Հուդայի թագավորությունը վերջացած էր, որտեղ թագավորը այնտեղ էր, պալատականները այնտեղ էին, իշխանավորները այնտեղ էին, հարստություն էր այնտեղ, հրճակ այնտեղ էր, փառք այնտեղ էր, ամեն ինչ այնտեղ էր։ Եվ Հուդայի թագավորությունը կբնաջնջվեր ամբողջովին։ Բնականաբար բոլոր թագավորները գալիս են անմիջապես դեպի Երուսաղեմի քաղաքը։ Իսկ Երեմիա մարգարեն արգելափակված էր Հուդայի թագավորի պալատի բանտում, բանտարկված, վերջ, Սեդեկիա թագավորը հրաման էր տվել, որ Երեմիայի նման մեծագույն մարգարեն ինչ անեին, բանտարկեին, մարդ էր սպանել, գողություն էր արել, սուտ էր խոսել, դավաճանություն էր արել իր ազգի, իր թագավորի դեմ։ Հիմա երրորդ համարում բացահայտորեն Աստծո խոսքից մենք հասկանանք, որ ինչն էր մեղքը Երեմիա մարգարեի, որ Սեդեկիա թագավորը հրաման էր տվել, որ Երեմիայի նման մեծագույն մարգարեն ինչ աներ, բանտարկվեր բանտում։ Որտեղ նրան բանտարկել էր ով, Հուդայի թագավոր ով, Սեդեկիան, ասելով, Հիմի Երեմիայի մարգարեի մեղքն ենք բացահայտում, թե ինչի համար են բանտարկվել, սովորաբար բանտարկվում են ինչի համար, մեղքի համար, դատը որոշում է, այն ժամանակ դատարաններ չէ, թագավորներն էին որոշում։ Դու ինչու մարգարեություն արեցիր և ասեցիր, թե Տերը այսպես է ասում։ Պաստորեն, այն ամեն ինչ, որ Երեմիան առել էր Աստծոց, տար առ տար ու բար առ բար հայտնել էր ժողովրդին, որտեղ դա էր իր ծառայությունը, ինք ուրիշ ծառայություն չուներ, ինք Աստծոց օծություն ուներ դրա համար և չէր կարող հրաժարվել, և շարունակություն է, թե Տերը այսպես ասում, ահա այս քաղաքը ես պիտի տամ Բաբելոնի թագավորի ձեռքը և նա պիտի գրավի այն, Աստված ասել էր, Աստված արդեն ընտրել էր, որոշել էր, շարունակությունը, հետաքրքրությունը թողնում եմ ձեզ, գնացեք պատմությունները ուսումնասիրեք։ Աստված ասել էր, որ Երուսաղեմի քաղաքը ընկնել է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը։ Այդպես եղավ, եթե պատմությանը ծանոթ եք, այո, այդպես եղավ։ Երուսաղեմը ամբողջովին բնաջինջ եղավ, ոչ թե մի անգամ, այլ 3 անգամ։ Եվ ինչ է ստացվում, եւ ստացվում է, որ Սեդեկիա թագավորը բանտարկել էր Երեմիայի մարգարեին, նրա համար, որ այն ամեն ինչ, որ Աստծոց առել էր, առանց փոփոխելու, առանց շեղելու, ճշգրտորեն տվել էր ժողովրդին, եւ իհարկե նաեւ Սեդեկիա թագավորին։ Եվ դրա համար ինչ էր եղել, դատապարտվել էր բանտի։ Բնականաբար Երեմիան մարդ էր, չէ, միսոարյուն էր։ Թո մեքենա չէր։ Երեմիան բանտում հայտնվեց եւ պետք է հարց տար, Տեր իմ Աստվածս։ Դու ինձ օծեցիր, ընտրեցիր, զատեցիր որպես մարգարեի։ Եվ այն ամեն ինչ, որ ասեցիր, ես քեզ տալու եմ, պիտի տաս իմ ժողովրդին, եւ ես էլ հնազանդորեն, այն ամեն ինչ, որ ինձ հազարներ կատարեցի, որտեղ է իմ մեղքը, ինչու եմ հայտնվել բանտում։ Դու որ ես տիեզերքի ստեղծող Աստվածն ես, որ քո ձեռքերիդ մեջ ամեն զորություն եւ կարողություն կա։ Ինչի՞ եմ ես հայտնվել։ Ինչն է իմ մեղքիս պատճառը։ Բնական է, չէ՞։ Շատ տրամաբանական է, որ Երեմիան բանտում հայտնվելով հարց տար իրան։ Ինչն էր իմ մեղքս։ Եվ այսպես պատժվում եմ բանտարկությամբ։ Եվ բնականաբար, եթե Երեմիան մի քիչ էլ տեղ տար, արդեն սատանան ականջին նստած ինչ պիտի ասեր, այս չի այն Աստվածը, որին հավատում ես, սիրում ես, ծառայում ես, հավատարիմ ես, եւ այն ամեն ինչ, որը ասում է դու ճշգրտորեն բար առ բար ու տար առ տար, ինչ ես անում, փոխանցում ես ժողովրդին։ Մի փոքրիկ, նույնիսկ աննշմարելի
Հավատացյալի, քրիստոնյայի, Երեմիայի սայթակումը ինչ էր, կստեղծեր առիթ, վիճակ, հիշում եք այդ օրինակը, այդ մեխը պատին, որպեսզի թշնամին ներս մտներ ու սկսեր քո ամբողջ աստվածապաշտության այդ պալատը, այդ ամբողջ քո աստվածապաշտության այդ գեղեցկությունը, որից կարճած էր սկսել քանդել ու հողին հավասարացնել։ Բայց Երեմիան մնաց հավատարիմ։ Մնաց ինչն էր ամբողջ խնդիրը, որ Սեդեկյան պահանջում էր Երեմիայից, որ այլ կերպ մարգարենա, քան այն ինչ որ Աստված իրան տվել էր։ Եվ այսօր սա է հարցը։ Եվ սա է խնդիրը, եւ սա է դժվարությունը, եւ սա է զանազանումը։ Արդյոք այսօրվա 21-րդ դարաշրջանի ինձ ու քեզ շրջապատված այս երկրում թե կողքի երկրներում, այստեղ თუ այնտեղ, այդ Աստծոց իրենց ներկայացնող մարգարեները մարգարեանում են այն ինչ որ Աստծոց են առնում, թեկուզ բացական, ինչպես Երեմիայի դեպքում, թե մարգարեում են այն ինչ որ ժողովուրդն է իրենցից պահանջում, ինչպես Սեդեկյան։ Եվ հենց ստեղա, որ դու պետք է կարողանաս ունենաս այն հոգու իմացությունը, գիտությունը, աղոթքը, փորձառությունը, հարատևությունը, մնալը, չշտապելը, զանազանելը եւ ճշմարտությունը փնտրելուց հետո ամուր կարճելը ու բռնելը, որ կարողանաս զանազանես այս անձը, այս անհատը, այս խումբը, որոնք իրենց մարգարեների ու մարգարեի կոչում են տալիս, արդյոք նրանք մարգարեանում են ըստ Աստծո ժողովրդի պահանջի, թե ըստ Աստծո պահանջի։ Հասկանում եք տարբերությունը։ Հույսով որ ես կարողացա մի քիչ հասկանալի դարձնել։ Իրավիճակները, երբ որ ծանրանում ու դժվարանում են, ինչպես Երեմիայի դեպքում, նա անում էր այն ինչ որ Աստված իրանից պահանջել էր։ Նրա տերը Սեդեկիա թագավորը չէր։ Ինչպես այսօր իմ ու քո տերը Թրամփը կամ մյուսը չէ։ Մեր տերը Աստվածն է։ Մեզ կյանք տվողը Աստված է, եւ մենք Աստծուն ենք հնազանդվում։ Դա չի նշանակում, որ մենք մարդ ենք սպանում ու ասում ենք այդ։ Ոչ։ Աստծուն հնազանդվող մարդիկ ամենակատարյալ քաղաքացիներն են։ Ոչ միայն Ամերիկայում, այլ աշխարհով մեկ։ Որովհետև նրանց մեջ այդ Աստծո կարգը եւ Աստծո վախը այնպեսի զգաստացնում է, որ նրանք ոչ միայն գողություն ու մարդասպանությունը, շփոթությունը չեն առաջացնում, նույնիսկ սուտ խոսելուց են սարսափում։ Նրանք փորձում են ոչ թե կառավարությանը, այլ առաջերտին Աստծուն պատասխան տան իրենց կյանքի ապրելակերպի որոշումների եւ ընտրությունների համար։ Եվ դրա համար, երբ որ ես ու դու անցնում ենք նմանատիպ իրավիճակներով, ինձ ու քեզ միշտ ընտրություն է մնում, ընտրությունը, իմս, իմ անձս, մեծամասնությունը, թե մեզ համար մի ընտրություն կա, Աստված ու միայն Աստված, ոչ ավել, ոչ պակաս, միայն Աստված, նա է ինձ արթնացնողը, քնեցնողը, օրվա ապրուստ տվողը, նա ինձ պահպանողը, նա իմ տունը պահողը եւ ես միայն ու միայն նրա ձայնն եմ կարոտ, նրա ձայնն եմ հետևում եւ նրա ճանապարհով եմ ես շարժվում։ Չինգիզ խանին բոլորդ կարծում եմ ծանոթ եք, թե անկախ մեր տարիքից դա մի հատ պատմական յուրահատուկ երևույթ էր, դեմք էր, որ 13-րդ դարաշրջանում նրա ահուսարսափը նույնիսկ հասավ մինչև Հայաստան, Վրաստան եւ Պարսկական ամբողջ հյուսիսային հատվածը։ Պատմաբանները ասում են, եթե Չինգիզ խանը ժամանակին չհիվանդանար ու չտկարանար, նա ամբողջ երկրագունդը կգրավեր։ Նրանք համարյա ոչ մի անգամ պարտություն չունեցան։ Այդպես էր նրանց զորարշավը, նրանց պատերազմողները։ Բայց իհարկե մահը եւ նրա տկարությունը ավարտ դրեց, հետո դրանից հետո թագավորությունը մասերի բաժանվեց։ Ինչևիցե, մի օր Չինգիզ խանը, որ հասել էր այդ բավականին փառքի, բավականին իմաստուն մարդ էր, այնպես որ միայն սուրը պտտոցնող չէր։ Այդքան գել ու գազանների հավաքել ու համախմբել եւ այդպիսի մի հզոր զորք ու բանակ ստեղծել, որպեսզի ամեն թագավորությունների ծնգի բերելը։
մի օր փիլիսոփաներին ու գիտնականներին այդպես մտածող այդ հասարակությանը կանչում ասում դուք ինձ ասեք մի այնպիսի ճշմարտություն, որ այդ ճշմարտությունը ժամանակի ընթացքում երբեք չի փոխվելու։ Գնում են, նստում են, խորհում են, մտածում են ու վերադառնում են։ Ասում են պատասխան ունենք, ասում են ինչը պատասխանը։ It too shall pass։ Այս եղածն էլ կանցնի։ Եվ այդ ճշմարտությունը մնաց հավիտենական ճշմարտություն։ Այն ինչով որ ես ու դու անցնում ենք։ Եթե լավ է, գոհացիր Աստվածանից։ Բայց երբեք սպասումը չլինի, որ միշտ պետք է լավ լինի։ Եթե վատ է, մի հուսահատվիր, որովհետև այն Աստծուն, որին հավատում ես, էդ էլ կանցնի։ Սա մի հատ ճշմարտություն էր, որ անկախ էր հավատացյալի թե անհավատի։ Սա մի հատ իրական ճշմարտություն։ Իհարկե, ժամանակը հոսում է եւ ամեն ինչ անցնում է։ Եվ մի հատ ուրիշ իրավիճակի մեջ է սատվում, հետո մեկ ուրիշ իրավիճակ է։ Ես ինչու ես մեջ բերում արեցի, որպեսզի ես ու դու, երբ անցնում ենք կերպ շատ դառնություններով, ցավերով ու նեղություններով հիշիր, սա էլ կանցնի։ Զուտ կմնա հուշ ու հիշատակ։ Կարևորը որ այսօր որ դրանով անցնում ես, չհուսահատվես։ Ծնկներդ մի ծեծիր, մազերդ գլխից մի պոկիր, այլ Տիրոջը հավատա։ Եվ այդ անհավատ փիլիսոփաները մի հատ հստակ ճշմարտություն են ասել, որ այսօր այո եւ ամեն ինչ ձուխ համար, այս եղածն էլ կանցնի։ Եվ մի նոր հույս, մի նոր դուռ, մի նոր ճշմարտություն, մի նոր օրհնություն ու ողորմություն ինձ ու քեզ հավատացյալներիս համար սպասվում է։ Եվ երբ որ մի վերադարձ հայացք կնետես, ընդամենը հուշ է, նա որ քեզ կարող էր ծնկի բերել, հավատքից հեռացնել, կասկած բերել քո եւ քո Աստծո ճշմարտության, ողորմության եւ սիրո վրա։ The word of God speak to us of a different reality. Երբ որ դու հավատացյալ դարձար, երբ որ Աստծո խոսքի ճշմարտությունը քեզ համար բացվեց, դու հասկացար, որ Աստվածաշունչը այս ամբողջ տիեզերքի, ոչ թե այս երկրագնդի, այս ամբողջ տիեզերքի Աստծոն է ներկայացնում։ Այսինքն սա վեր է բոլոր գիտություններից ու իմացություններից։ Ինչպիսին էլ ուզում ես նայիր այդ գիտությունները։ Ծայրահեղ են, ոչ սիրելիս։ Երբ որ ճաշակում ես այդ ստեղծողը քո, այս տիեզերքի ստեղծող Աստծոն, այս գրքի միջոցով դու հասկանում ես, սա մի յուրահատուկ, առանձնահատուկ Աստվածաշունչ է, Աստծո խոսք է, գիրք է, որ քեզ ծանոթացնում է այս տիեզերքի ստեղծողի հետ։ Եվ երբ որ դու սկսում ես Աստծո այդ հաղորդակցություն ունենաս աղոթքով, թե Աստծո խոսքի ընթերցանությունով, քեզ համար Աստծո հոգուտ, քո հոգուտ մեջ, which the world can see, կառուցում է մի նոր ճշմարտություններ, որ դու մինչև հատատքի գալը ոչինչով չէր տարբերվում, նման էր, այս աշխարհից էր, եւ այս աշխարհի նման էր մտածում։ Երբ Աստված եկավ մեր կյանքում, մեր կյանքը երևույթների վերլուծությունը փոխեց։ Հույսով որ մենք այդ նույն մարդիկ չենք, ընդամենը մեր վրա տիտղոսներ կրելով, որ ես քրիստոնյա եմ։ Աստված մեր մենթալիտին, մեր հոգու աշխարհը, մեր հոգու աշկերը բացեց, մեր հոգու ականջները բացեց։ Եվ մեզ համար դրանք անորոշ, անծանոթ բառեր են։ Ինչ հոգու աշկեր, ինչ հոգու ականջներ։ Այսօր մենք գիտենք, թե ինչի մասին է խոսքը։ Եվ ամեն անգամ, երբ որ մեր հոգու աշկերը փակվում է եւ հոգու ականջները սկսում է վատ լսել, Աստծո հոգին մեզ զգուշացնում է։ Սարո, քնում ես, պակասում ես, արթնացիր, որ արթուն քրիստոնյա լինես, որտեղ Տերը միշտ արթուն քրիստոնյաների հետ խոսք ունի խոսելի։ Նա հաղորդակցվում է իմ ու քո հետ։ Եվ ցավը ապրում, երբ որ նա հաղորդակցում է, իսկ ես հոգևոր քնած եմ։ Իմ ականջները չի լսում իր ձայնը, իսկ իմ հոգևոր աչքերը չի տեսնում նրա ներկայությունը։ Դրա համար
Սա մեծագույն առավելություն է, ոչ թե ես փորձում եմ ձեզի իզուր տեղը հպարտացնեմ ձեր թևերի տակ, ինչպես հայաստանցիներն ասում են ձմերուկ դնեմ, այլ դու մեկ ուրիշ իրականություն ես այս հասարակության մեջ, դու մի նոր կառուցվածք ես, այդպես էլ Աստծո խոսքը ասես, մենք նոր ծնունդ ենք, այդ նոր ծնունդը, որ հաղորդակցվում է, ոչ թե գիտնականների ու բժշկապետների հետ, այլ երկինք ու երկիր Աստծո հոգու հետ, եւ այդ Աստծո հոգին անկախ մեր գիտությունից, կրթությունից, դիպլոմաներ ունես, թե ընդամենը առաջի երկրորդ դասարան ես կարողացել գնաս, նա քո հոգու աշխարհի մեջ մի նոր ճշմարտություն է բացում, որ տարբեր է, որ այսօր այս աշխարհը իր ամբողջ գիտությունով չի կարող հասկանալ, ինչի, որտեղ միայն ու միայն հոգու հետ հաղորդակցելով քեզ համար բացվում է, եւ որ բացվում է, արդյոք ես ու դու գնահատում եք, արդեն դա իմ ու քո որոշումն է, արդեն դրանով խոսում է իմ ու քո հոգու արժանինքները, չափանիշները, ինչքան քեզ համար թանկ ու արժեքավոր են Աստծո այն նոր ճշմարտությունները, որ այսօր աշխարհի համար փակված է, այո, քո հարազատ երեխուդ համար, եթե նրա համար Աստված չի բացվել, նրա համար փակված է, մի վատս կա, այո, քո եղբորդ, քո քրոջդ, քո բարեկամիդ, քո կնոջդ, քո ամուսնուդ, եթե նրա համար Աստված չի բացվել, նա չի կարող հասկանալ, ինչքան էլ որ դու իրան սիրում ես, նա դեռ ապրում են աշխարհում, դու եկել ես այստեղ, դու եկել ես որպեսզի Տերը քեզի ճշմարտությունը բացատրի, եւ այն օրը, որ Աստված կհայտնվի քո հարազատի կյանքում, նրա համար եւս իրական ու ճշմարիտ կլինի, այնպես որ այն ինչ որ մենք մեր աչքով, մեր հայացքով, այն ինչ որ այս երևույթում տեղի ունենում, Աստված մեզ հասկացնում է, միայն երևույթով չի ավարտվում, այդ երևույթի հետևում կա մի ամբողջ հոգու աշխարհ, մի ամբողջ պատերազմ, մի ամբողջ զննում եւ քննում, որ Աստված ուզում է քեզ ինչ անի, մասնակից դարձնել այդ հոգու աշխարհի մեջ, եւ քո ընտրությունը, չէ դեմ Աստված, ես չեմ ուզում այդպես, այնց էքստրիմ քրիստոնյա լինեմ, ոչ ես փափագելով ուզում եմ, որ ամեն բան ինձ համար Աստված այդ հոգու աշխարհի մեջ բացի, որ դա միակն է, որ ոչ մի դպրոցում, ոչ մի կրթական օջախում, ոչ մի դիպլոմաներով դու չես կարող հասնես դրան, դա միայն քո եւ քո հոգու, քո Աստծո հետ հաղորդակցության մեջ է բացվում։ Եվ ամեն անգամ, երբ որ կյանքի իրադարձությունները դու նայում ես ոչ թե քո մտային, քո կյանքի փորձառությամբ, քո այս ֆիզիկական աշխով ու քո այս տրամաբանությամբ, որ դարձյալ Աստված է պարգևել, այս մեր լոջիկը, այս մեր բանականությունը, նաև կարողանում ես տեսնես ոչ միայն բանականություն, այլ նաև տեսնում ես այդ ամբողջ իրադարձությունների հոգևոր կարգը, հոգևոր վիճակը, այ դա է գեղեցիկը, այ դա է օրհնյալը, այ դա է որ զանազանում է, ոչ թե հպարտանալու համար, այլ հասկացնելու, որ դու բաժինն ես երկնքի, դու բաժինն ես այն Աստծո, որ կոչվում է հոգու Աստված։ Եվ դրա համար Աստված ասեց, ես քեզ հետ կարող եմ հաղորդակցվել Սարո Գալստյան, միայն հոգու աշխարհի մեջ։ Այն ինչ որ քեզ տվել են որպես մարմին, որպես բանականություն, որպես միս ու արյուն, քեզ տվել են մարդկանց հետ հաղորդակցվելու, այս աշխարհը ապրելու, վայելելու, բայց այն ինչ որ դու կարող ես ինձ հետ հաղորդակցես, դա հոգու աշխարհն է։ Եվ երբեք մի շփոթիր իրար։ Հասկանալի է, աշխարհը, մարդիկ, հասարակությունը, քույր եղբայրները, քո բարեկամները, քո երեխաները եւ քո Աստծո հարաբերությունը։ Դա հոգու աշխարհն է։ Եվ հոգու աշխարհի մեջ շատ բաներ կա, որ բացատրություն ունի։ Երբ ես ու դու լռվում ենք ու միայն մնում ենք այս աշխարհի մեջ, of course God doesn't make a sense in so many cases։ Այո, իրավիճակները լինում, որ դու փորձում ես այս քո, այսպես ասած, առատ բանականությունով վերլուծես ու լիիրապատասխաններ գտնես։ Վստահեցնում եմ քեզ, չես կարող։ Որտեղ քո համար հոգևոր մարդ, հոգու աշխարհն է բացված։ Մտիր քո հոգու աշխարհիդ մեջ եւ այդ քո բոլոր հարցումները այդ Տիրոջ փառավորին բեր, որը քո մտային աշխարհի մեջ քեզ համար այդ Աստվածը, որ Երեմիային թույլ տվեց բանտում հայտնվի, այդ նույն Աստվածը
քո հոգուտ աշխարհի մեջ մի ամբողջովին նորովին պատասխան ունի, որ քո հոգուտ հաճելի է ու ցանկալի։ Հասկանում եք։ Հույսով, որովհետև դրանք տարբեր աշխարհներ են։ Մեկը մնալու է ու վերջանալու, մեկը կա ու կգա ու հավիտյան է։ Դանիելի մարգարության մեջ մենք հստակորեն հիշում ենք այդ դեպքը։ Միսակը, Սեդրակը և Աբեդնագովը։ Եվ ինչ եղավ։ Նույն պարոն Նաբուկոդոնոսորը հրաման տվեց, արձան պատրաստեց, բոլորը պիտի երկրպագեն, երբ որ նվագարանների ձայն ու հնչյուն լինի։ Եվ երբ որ հետնախոսները, բամբասողները լուր բերեցին եւ երբ որ հայտնվեցին նրանք այդ հավատացող այդ 3 երիտասարդները թագավորի ներկայության մեջ Դանիել մարգարության 3-րդ գլխի 17-րդ համարում հետեւյալն են կարդում, որ այսպիսին էր նրանց պատասխանը։ Նրանք ստրուկ են, նրանց ստրկության Իսրայելից բերել էին։ Նրանց հասարական կարգավիճակը բացարձակապես նրանց չէր խանգարում, որ նրանք մնային Աստծուն ու միայն Աստծուն հավատարիմ։ Եվ ահա նրանց պատասխանը այդ թագավորին։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, քո ձեռքից էլ։ Ով թագավոր, նա կազատի մեզ։ Հրաման կար, եթե որևէ մեկը թագավորի հրամանին անհնազանդ կդնի, ինչ պետք է անեն, հնոցը կրակը վառել էին, եւ ինչ պետք է արվեր, եւ պետք է այդ հնոցի մեջ սախ ինչ անեին, չորացնեին, մոխրի վերածեին։ Եվ գեղեցիկը ավելի խոր, ավելի հոգևորը 18-րդ համարն է։ Իսկ եթե ոչ, ապա իմացիր, ով թագավոր, որ քո Աստված, իսկ եթե ոչ, այսինքն եթե նույնիսկ Աստված մեզ այդ կրակից ու հնոցից չազատի, որ քո Աստվածներին մենք չենք պաշտելու եւ քո կանգնեցած արցանին չենք երկրպագելու։ Կարևոր չի թե այս մարմինի հետ ինչ է լինելու։ Մեզ համար բացվել է հոգու աշխարհը։ Մենք այդ հոգու թագավորի հետ հաղորդակցվում ենք։ Նրա խոստումները մեզ համար այո եւ ամեն է։ Դու ժամանակավոր թագավոր ես։ Այսօր վստահեցնում եմ, որ գնաք աշխարհ, ինչպես ես ու դու երբ դեր մեզ համար ասողոս բար, Նաբուկոդոնոսորը ով է հիշում նրա մասին։ Նա արդեն հազարամյակներ հող ու ջնջվել է։ Իսկ Աստված այո եւ ամեն է այսօր ու մինչև հավիտյանս հավիտենից։ Ում ես ընտրել։ Ում ես ուզում հաճո լինես։ Ում խոսքը ու հրամանը քեզ համար արժեքավոր է։ Եվ շարունակությունը գիտեք, 7 անգամ ավելի թեժարեցին հրդեհը կրակը եւ արդյունք ինչ տեսան 3-ի փոխարեն 4-ը, որ այդ հրդեհի, այդ կրակի, այդ հնոցի մեջ ինչ էին անում, շրջում էին ու զրուցում ու հաղորդակցում էին իրար հետ եւ հերվից թագավորը Նաբուկոդոնոսորը ասեց, բայց չէ որ մենք 3-ին էինք գցել, բայց 4-րդը ով է։ Իսկ այդ 4-րդի դեմքը փայլատակում էր Աստծո որդու փայլատակման նման։ Դա բանականություն է։ Ոչ, դա հոգու աշխարհ է, որ միայն հոգևորների համար է բացված։ Նրանք, որոնք փափագելով փափագում են, որ մտնեն այդ հոգու աշխարհի մեջ եւ Աստծուն ավելի ճանաչեն, քան 3 ու անցյալ օրը։ Դանիելի 6-րդ գլխի մեջ, 6-րդ գլխում արդեն Նաբուկոդոնոսորը վերջացավ, թագավորությունը տապալվեց, Դարե թագավորը ոտի ելավ։ Դարե թագավորը պատճառ դարձավ, որը վերջ տվի Բաբելոնյան թագավորությունը եւ դա միանշանակ վերջ եղավ ոչ միայն Նաբուկոդոնոսորի, այլ ամբողջ Բաբելոնյան թագավորությանը։ Դարե թագավորը ընտրեց, տարածվեց, նրա թագավորությունը ամբողջ Պարսից մարած ամբողջ Բաբելոնյան աշխարհը գրավել էր։ Եվ ինչ արեց, ամբողջ այդ իր տարածք բաժանեց 120 նահանգների, եւ այդ 120-ի նահանգապետները ոչ թե Իրան էին պատասխանատու, այլ 3 հատ վերակացու նշանակեց, որ այդ 120 նահանգապետները գան ու պատասխանատու լինեն այդ 3 ներկայացուցիչներից, որոնցից այդ 3 ներկայացուցիչներից մեկը գիտեք ով էր։
ստրկությունից եկած Դանիելը։ Եվ դրանով Աստված իր օրհնությունը չբավարարեց, ասում այդ 3 տեսուչներից առավել ևս օրհնված էր եւ թագավորի աշկին փայլատակում էր Դանիելը։ Ինչ է կարծում, ողջ քաղաքը ոտքի ելել էր, որ մի օր շուտ Դանիելին ոչնչացնեին, նախանձը ուտում էր իրենց։ Եվ հրաման եղավ, եւ հրաման ինչ էր, որը 30 օր շարունակ ոչ մեկը ոչ մի Աստծո չի պետք է խնդրի եւ համոզեցին, որ Դարեթ թագավորը հրաման արձակի, որ թագավորը մի հրաման արձակի եւ արգելանք պարտադրի, որ ոչ ոք քեզնից բացի, հասկանում եք ինչպես էին Դարեթ թագավորի անձը շոյում այդ բամբասողները, այդ մանկլավիկները, քեզանից բացի ով թագավոր 30 օր ոչինչ չխդրի որևէ աստուց կամ մարդուց, այլապես նա առյուծների գուբը պետք է գցվի։ Դանիելը լսեց այդ մասին, գնաց տուն, նա ամեն օր բարձրանում էր վերնատուն, պատուհանները բացում էր ու 3 անգամ ծնգի էր գալիս ու տերերի տեր ու փառավոր Աստծո հետ հաղորդակցություններ ունենում։ Մեծարում էր, փառաբանում էր եւ իր բոլոր նեղությունները դժվարություններ բերում էր Տիրոջ ոտքերի տակ։ Դանիելը մինչև տուն գնալը ներս մտավ, էս մի բարեկամի կամ մյուսին, գիտես ախպեր ջան, էսա իմ վիճակը, դու ինչ խորհուրդ կտաս։ Մեր եւ մեր աստվածապաշտության մեջ մենք խորհուրդների կարիք չունենք։ Մեր ու մեր աստվածապաշտությունը դա մերն է, այն գանձն է, այն մարգարիտն է, ինչպես առակի մեջ ասում է, որ ես ու դու գտել ենք, առել ենք այդ տարածքը եւ այդ մարգարիտը այսօր մերն է։ Եվ այսօր մեր պարտականությունը, որ էդի թանկ պահենք, արժեքավորենք եւ արժեք տանք։ Դանիելը ամեն ինչ իմանալով չմտածեց, լավ, գոնե պատուհաններս փակեմ այ մարդ։ Միգուցե չլսեն եւ ամեն բան հանգիստ ու խաղաղ անցնի։ Երբեք չմտածեց, լավ, 3 անգամ աղոթելու փոխարեն Աստված դե տեսնում այս ամբողջը։ Օրը մի անգամ աղոթեմ էդ էլ կես գիշերին։ Բուձելնիկս ժամացուց կտնեմ կես գիշերին կարտնանա, այն ժամանակ չկար նման բան։ Կարտնանամ 12-ին 1-ին, սուսիկ փուսիկ կաղոթեմ, իմ Աստծո հետ իմ հաղորդակցությունը կպահպանեմ, այնքան որ կարողանամ պահեմ։ No, Դանիելի մոտ ոչինչ չփոխվեց։ Իր վիճակները, եթե փոխում է մեր աստվածապաշտության ընթացքը, դա միանշանակ մի տխուր ու ցավալի ճշմարտություն է ասում, որ ես ու դու ընդհանրապես աստվածապաշտություն չենք ունեցել։ Ընդամենը իրավիճակ եկավ, որպեսզի այդ դառը ճշմարտությունը բացահայտի ինձ համար Սարո, որ դու ինքդ քեզի փքվում էիր, ուրախանում էիր, հպարտանում էիր, որ հավատացյալ ես, որ երգում ես, աղոթում ես, քարոզում ես, հովիվ ես։ Երբ որ գալիս է կյանքի նեղությունը, դառնությունը ու բացահայտումը քո իրական վիճակը ու դու անմիջապես փոխում ես քամելիոնի պես սկսում ես տեսքդ, գույնդ, վիճակը, դիրքդ, խոսքերդ ամեն ինչ փոխում ես, որպեսզի հասարակությանը դուր գաս։ Եվ քեզ համար Աստված դառնում է երկրորդական։ Իրականության մեջ անցյալում որ փայլատակում էիր, այդ ժամանակ էլ էր Աստված քեզ համար երրորդական։ Ուղղակի իրավիճակները հայտնում էր կյանքի մեջ, որպեսզի բացահայտի իմ ու քո ով ճշմարիտ լինելը։ Դանիելի կյանքում ոչինչ չփոխվեց։ Նա ոչ մի կետ չխորհրդակցեց, ոչ մեկին հարցում չհարցրեց։ Նա գնաց ու բաց պատուհանների առջև 3 անգամ օրական ծնգ է։ Շարունակություն արդեն գիտեք, թե ինչպես տեղի ունեցավ եւ ինչով ավարտվեց։ Գիտեք, կյանքում կա ու կլինի ամեն ինչ միանշանակ որոշում է իմ ու քո համար ով է Աստված ժամանակի սղության պատճառով գանք վերջի օրինակի վրա հովիվ մի քիչ դրամական դժվարություններ են ասում կնոջ հետ որոշեցին որ իրանց մեքենաներից մեկը վաճառքի մեջ դնեն որպես կարողանան լրացիչ գումար ունենան իրենց կյանքը շարունակելու համար Իրենց մեքենաներից մեկը դրեցին գովազդի, մի օր
հովիվ եղբայրը զանգ ստացավ, որ մեկը հետաքրված այդ մեքենավ։ Ասեց, այստեղ հանդիպենք, մեքենա նայեց, գնաց հանդիպեց, շատ օրինավոր մարդ էր երևում, բացադրեց իրավիճակ, ասեց իրականության մեջ ուզում եմ առնել, ուզում եմ կնոջս սուրպրայզ անեմ, մեծ ընտանիք ենք, մի քանի բազմազավակ ընտանիք ենք, այս մեքենան շատ հարմար է, որ կարողանանք ժամանակ առ ժամանակ օգտագործենք, ողջ ընտանիքով ստեղ այնտեղ գնանք, եւ այդ ամբողջը բացադրելուց հետո անցավ հաջորդ քայլին։ He offered me a price lower than we were։ Եվ գինը, որ առաջարկեց, ավելի ցածր գիներ, քան այն ինչ որ մենք գովազդել էինք։ Հովիվ եղբայրս էլ ասեց, նայ եղբայրս, գնի մասին հետո կխոսենք։ Ես հեսա կնոջ զանգ կտամ, բայց դու մեկ մեքենան վերցրում ես, փորձի կարող ասկի չավանես, որ գործը չհասնի նույնիսկ քննարկման եւ որոշման։ Այդ ընթացքում մարդը նստեց մեքենան, գնաց փորձարկելու, հեռախոսը վերցրեց եւ կնոջը բացատրեց, ասեց Ստեյսի, սենց մի մարդը շատ օրինաչափ է, ընտանիք ունի, բազմազավակ է, այդքան էլ նույնապես օրհնված չեն եւ ավելի ցածր գումար առաջարկ է, դե կին ասես գիտես ինչ կա, մենք Աստծուն ենք հավատում։ Դուր թող գնա, թող մեր կողմից եւս օրհնություն լինի այդ մարդուն, այդ ընտանիքին։ The man never came back։ Նա ուղղակի գող ավազակ փորձառու մարդ էր։ Ու մտել էր իր դերի մեջ, կառուցել էր այդ ամբողջ պատկերը, ու այդ մեքենան այդպես հեշտ ու հանգիստ առավ ու գնաց։ Եվ հովիվ եղբայրս պատմում է, ասում է մեծ կորուստ էր, նույնապես կորուստ է, մենք արդեն ինչ դժվարության մեջ ենք, եւ մեքենա վաճառում, որպեսզի կարողանանք հաղթահարենք մեր նյութական դժվարությունները, ու ասում է շատ ցավալի, շատ տխուր էր, ու շատ ապուշ էի ես ինձ զգում, շատ անելանելի վիճակի մեջ էի։ Եվ ես մտածում էի, մեր ամբողջ անելիքը եւ նույնիսկ պատրաստ ենք ավելի ցածր գումարով միայն հանուն Աստծո սիրո, ինչի Աստված այս ամբողջը ինձ համար չբացեց։ Գիտես, երբ մի քիչ առաջ ինչի մասին ենք խոսում, այդ հոգու աշխարհի մասին։ Երբ որ այդ հոգու աշխարհը քեզ համար բացված է, Եվ այն հարցերը, որ քո այս ուղեղը ու քո այս տրամաբանությունը ու այս քո բանականությունը ու քո այս երկար կյանքի փորձառությունը ու քո այդ առատ շրջապատը չի կամ պատասխանի, այնտեղ պատասխան կա։ Մեն հավատալը պետք, սպասելը պետք, հարատևելը պետք։ Որտև գիտես, այս աշխարհի մարդիկ սկսած մեզանից բոլորս էլ փոփոխական ենք։ Բոլորս էլ տարիքներս մեծանում է, պակասում ենք, ամեն ինչ փոփոխվում է։ Բայց երբ խոսքը այնտեղի մասին է, ամեն ինչ այո եւ ամեն է։ Ես քեզ կբերեմ այդ փառավորացի ձեռքերի մեջ։ Որպեսզի այն հարցերը, որ մեզ համար դեռ այսօր պատասխան չկա, Եթե այդ հարցադրումները տանես այդ հոգու աշխարհի մեջ, հավատացնում եմ քեզ, նա ինձ ու քեզ համար միշտ պատասխան ունի։ Հիսուսի անունով, ամեն։